Սոցիալիզմ մեկի համար այն ասոցացում է արդարության, մյուսի համար անարդյունավետության հետ, մեկի համար հավասար հնարավորությունների, մյուսի համար անհատի ազատության սահմանափակման։ Իսկ որն է ճշմարտությունը։ Բարև ձեզ, այս տեսանյութում կփորձենք պարզել, թե ինչ է սոցիալիզմը, որտեղից է այն առաջացել և ինչու է այսօր շարունակում քաղաքական և ակադեմիական բանավեճեր հարուցել։ Այսպես, սոցիալիզմը գաղափարախոսություն է, որը փորձում է ստեղծել առավել արդար հասարակություն։ Այն ասում է, որ հարստությունը չպետք է կենտրոնանա մի խումբ մարդկանց ձեռքում, փոխարենը պետք է լինի առավել հավասար բաշխում։ Բայց ինչպես հասնել դրան։ Վերոնշյալ հարցին պատասխանելու համար հարկ է անդրադառնալ խնդրի արմատներին։ Այսպես, սոցիալիզմը ծնվեց 19-րդ դարում, երբ սկսվեց արդյունաբերական հեղափոխությունը։ Կային գործարաններ, կար արտադրություն, սակայն դրանով հանդերձ բանվոր դասակարգը, աշխատավորները ապրում էին շատ ծանր պայմաններում։ Աշխատաժամերը երկար էին, հաճախ նվազագույն վարձատրությամբ և առանց որևէ նշանակալի սոցիալական պաշտպանության։ Հենց այդ ժամանակաշրջանում ի հայտ են գալիս անհատներ, մտածողներ, որոնք մատնանշում էին ձևավորված համակարգի անարդարացի բնույթը։ Այդ մտածողների շարքում էր Կարլ Մարքսը։ Նա պնդում էր, որ մարդկության պատմությունը դա դասակարգային պայքարի պատմություն։ Մարքսը ոչ միայն քննադատում էր կապիտալիզմը, այլև փորձում էր բացատրել, թե ինչպես է այն աշխատում։ Նա առաջ քաշեց այն գաղափարը, որ աշխատողի ստեղծած արժեքի զգալի մասը վերցվում է որպես շահույթ, ինչը նա և հետագայում իր հետևորդները համարում էին շահագործություն։ Եվ հենց այս քննադատությունն է դարձել սոցիալիզմի տեսական հիմքերից մեկը։ Նրա գաղափարները զարգացրեց Ֆրիդրիխ Էնգելսը, իսկ ավելի ուշ ռուսական հեղափոխության առաջնորդները փորձեցին գործնականում իրագործել և կյանքի կոչել դրանք։ Հարկ է նշել, որ սոցիալիզմը հիմնված է մի քանի առանցքային գաղափարների վրա։ Դրանք են սոցիալական արդարությունը, հավասարությունը, որը ոչ այնքան շեշտադրում էր եկամուտների հավասարությունը, որքան առավել արդար հնարավորություններն ու առավել արդար բաշխումը, և վերջապես պետության մեծ դերը, ինչը մասնավորապես պետք է արտացոլվի նրանում, որ պետությունը պետք է կարգավորի տնտեսությունը և պաշտպանի հասարակության սոցիալապես առավել խոցելի շերտերին։ Այս համատեքստում կարևոր է նաև պարզաբանել, որ սոցիալական արդարության հասնելու գաղափարը բացառապես սոցիալիստների, այսպես ասած, մենաշնորհը չէ, և հանդիպում է նաև այլ, այդ թվում հակոտնյա գաղափարական սկզբունքներ ունեցող մտածողների մոտ։ Այստեղ կարող ենք հիշատակել մասնավորապես Գարեգին Նժդեհին, ով նշում է, մեջբերել, սոցիալապես որքան արդար, այնքան զորավոր է հայրենիքը։ Իսկ մեկ այլ տեղ, խոսելով սոցիալական հավասարության մասին, նշում է. մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի և մահվան առջև, հաղթական հայրենիք չի ունենա։ Վերադառնալով սոցիալիզմին, նշենք, որ վերջինս շեշտադրում է այսպես կոչված կոլեկտիվիզմի գաղափարը, այսինքն հասարակության ընդհանուր շահը հաճախ դիտարկում է ավելի կարևոր, քան անհատի շահը։ Հատկանշական է, որ այս ամենը հակադրվում է ինդիվիդուալիզմին, որը առավել բնորոշ է կապիտալիզմին, որում առաջնայինը անհատի ազատությունն ու նախաձեռնողականությունն է։ Վերջապես, սոցիալիզմի կարևոր գաղափարներից է նաև շահույթի վերաբաշխումը, այսինքն բարձր եկամուտ ունեցողներից ավելի մեծ հարկեր հավաքելով պետությունը ֆինանսավորում է կրթությունը, առողջապահությունը և սոցիալական ծրագրերը։ Տնտեսական մյուս մոտեցումներից հարկ է նշել, որ ըստ սոցիալիզմի տնտեսությունը չպետք է ամբողջությամբ թողնել շուկային և դրա ինքնակարգավորման մեխանիզմներին։ Կան առանցքային կամ ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներ, որոնք պետք է լինեն հանրային կամ պետական վերահսկողության ներքո։ Այդ համատեքստում կարող ենք հիշել Խորհրդային Միությունը, որտեղ կրթության և առողջապահության ոլորտում արձանագրվել էր զգալի առաջընթաց, հատկապես դրանց հասանելիության ընդլայնման տեսանկյունից։ Այնուամենայնիվ, սոցիալիզմի հարցում մենք հանդիպում ենք նաև մոտեցումների որոշակի տարբերության։ Այսպես, ոմանք կարծում են, թե սոցիալիզմը մեկ միասնական տեսություն է, սակայն իրականում սոցիալիզմը պատկերավոր կարելի է նկարագրել որպես հովանոցային եզր, որում գոյություն ունեն տարբեր տեսակետներ, մոտեցումներ և ուղղություններ,
Դրան շարքում կարելի է առանձնացնել սոցիալ-դեմոկրատիան կամ սոցիալ ժողովրդավարությունը, որն ի տարբերություն սոցիալիզմի առավել արմատական մոտեցումների, ընդունում է ազատ շուկայական մեխանիզմների արդյունավետությունը, ուստի չի ձգտում վերացնել կապիտալիզմը, այլ փորձում է վերջինս բարեփոխել և դարձնել առավել արդար։ Սոցիալистական ընտանիքի մյուս առանցքային ուղղություններից կարող ենք հիշատակել կոմունիզմը կամ համայնավարությունը, որն առավել հեղափոխական կամ արմատական մոտեցումների կողմնակից է։ Դրա նպատակն է ստեղծել անդասակարգ հասարակություն։ Այս առումով համայնավարությունը նախընտրում է պլանային տնտեսություն, իր սեփականության ձևերից ոչ թե մասնավոր, այլ հանրային սեփականություն։ Ընդհանրացնելով կարող ենք ասել, որ սոցիալիզմի հիշատակված կամ չհիշատակված տարբեր տեսակներն ու ուղղությունները թեև որդեգրում են տարբեր ճանապարհներ և գործիքակազմ, սակայն բոլորի հռչակած նպատակն է սոցիալական արդարության և հավասարության ապահովում։ Անդրադառնալով սոցիալիզմի կիրառման գործնական օրինակներին, հարկ է նշել, որ տարբեր ժամանակներում, տարբեր երկրներում սոցիալիզմի տարբեր դրույթները ներդրվել են տարբեր ծավալով, ձևերով և ունեցել են տարբեր արդյունքներ։ Այսպես, Խորհրդային Միությունում, որը հաճախ դիտարկվում է որպես սոցիալիստական, իսկ ավելի կոնկրետ մարքսիզմ-լենինիզմի վրա հիմնված համակարգի առաջին մասշտաբային փորձերից մեկը, սոցիալիզմը կիրառվել է առավել կենտրոնացված և պետական վերահսկողության վրա հիմնված պլանային տնտեսության մոդելով։ Այս համակարգում պետությունն էր առանցքային դեր տնտեսության կազմակերպման մեջ, ինչը հնարավորություն էր տալիս իրականացնել լայն սոցիալական ծրագրեր, օրինակ կրթության և առողջապահության ոլորտներում հասանելիության ընդլայնում, սակայն միաժամանակ առաջացնում էր նաև արդյունավետության և ազատությունների սահմանափակման հետ կապված էական խնդիրներ։ Մյուս կողմից, եվրոպական մի շարք երկրներում, մասնավորապես Գերմանիայում, Սկանդինավյան տարածաշրջանում ձևավորվել են սոցիալ-դեմոկրատական մոտեցումներ, որոնք տնտեսության մեջ արտահայտվել են սոցիալական շուկայական տնտեսության մոդելի միջոցով։ Նշված համակարգերում պետությունը չի ձգտում վերացնել կապիտալիզմը, այլ կարգավորում է այն ապահովելով մրցակցություն։ Միաժամանակ բարձր հարկերի և վերաբաշխման միջոցով զարգացնում է կրթությունը, առողջապահությունը և սոցիալական պաշտպանությունը։ Այսպիսով, նույն սոցիալական արդարության գաղափարը տարբեր երկրներում փորձել են իրականացնել տարբեր մեխանիզմներով, ձևավորելով տարբեր, երբեմն իրարից նշանակալիորեն տարբերվող համակարգեր։ Նշենք, որ սոցիալիզմի շուրջ այսօր էլ չեն դադարում քաղաքական և ակադեմիական բանավեճերը։ Հաշվի առնելով այն, որ սոցիալիզմը խոստանում է արդարություն, այսօր էլ շատ երկրների կառավարություններ և քաղաքական շրջանակներ նախապատվություն են տալիս դրան։ Մյուս կողմից, սոցիալիզմը շարունակում է հաճախ քննադատվել այլ գաղափարախոսական հոսանքների կողմնակիցների կողմից։ Այս առումով սոցիալիստներին մեղադրում են ազատության որոշակի սահմանափակման, տնտեսական արդյունավետության և նախաձեռնողականության ճնշման մեջ։ Այսպիսով, եթե փորձենք կարճ համեմատություն անցկացնել, ապա կապիտալիզմը շեշտադրում է անհատի ազատությունն ու մրցակցությունը, իսկ սոցիալիզմը հավասարությունն ու սոցիալական պաշտպանությունը։ Առաջինը հիմքեր է ստեղծում առավել մեծ աճ ապահովելու համար, երկրորդը փորձում է այդ աճը դարձնել առավել արդար։ Մյուս կողմից, սոցիալական պետություններում մարդիկ ունեն առավել բարձր սոցիալական պաշտպանվածություն, բայց երբեմն տնտեսությունը առավել դանդաղ է զարգանում։ Այսպիսով, սոցիալիզմը ոչ միայն տնտեսական մոդել է, այլև հասարակության կազմակերպման յուրօրինակ տեսլական։ Այնուամենայնիվ, հիմնական հարցը բաց է մնում. արդյոք հնարավոր է համատեղել սոցիալական արդարությունն ու տնտեսական արդյունավետությունը։ Իսկ գուցե հենց սա է այն հարցը, որը ցայսօր չունի միանշանակ պատասխան։ Շնորհակալություն, եթե տեսանյութը հետաքրքիր էր, խնդրում եմ հավանել և բաժանորդագրվել ալիքին, ձեր արձագանքը շատ կարևոր է այս ձևաչափը շարունակելու համար։ Առողջ եղեք։